Մեր ձևով շարժման շաբաթօրվա հանրահավաքը որոշ տեղեկություններով հիստերիայի մեջ է գցել իշխանությանը։ Հանրահավաքից հաշված ժամեր առաջ Խաչատուր Սուքիասյանի լցակայաններում անվճար բեզին բաժանելու ակցիան բավականին խոչընդոտել էր մասնակցությանը, բայց երբ հաշվարկը ցույց էր տվել մի քանի տասնյակ հազար մարդու մասնակցություն, գործի էին անցել։ Գիտեինք, որ պատրաստվում են ֆեյք ձայնագրություններ դաշտ նետել իբր քաղաքացիներին փողով են միտինգ բերել։ Եվ իրոք հաջորդ օրը տարածեցին, որին մեր ձևով շարժումից արձագանքեցին, որ իրենք որևէ կապ չունեն ձայնագրության մասնակից անձանց հետ։ Ամենայն հավանականությամբ ձայնագրությունը բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է։ Իշխանությունների մեր ձևով շարժման նկատմամբ Սևերումն արտահայտվեց նաև 3 Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո, երբ շարժման անունից աջակցություն հայտնեցին Գյումրու քաղաքապետին, ԿՊԱ-ականները մոռանալով Ղուկասյանին լծվեցին մեր ձևով շարժումը քլնգելու գործին։ Իդեպ ասում են Փաշինյանը նեղ կրուգում շարունակում է քննարկել արտահայտ ընտրությունների գնալու հարցը, որի գլխավոր պատճառը եւս շարժումն է։ Մտածում են ինչքան շուտ գնան ընտրության, այնքան Կարապետյանները չեն հասցնի պատրաստվել եւ իրենց շանսերը կաճեն։ Գյումրու օպերացիային զուգահեռ ԿՊԱ-ական պաշտոնյաները բանուգործը թողած 3 սինխրոն գրառումներ էին անում Վարդան Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ, չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն, եւ դա արվում էր ամենաբարձր մակարդակով։ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն էր վարկյանը 1 ստատուս գրում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր տարերքի մեջ, այն դեպքում, երբ քանի օր է բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր են անում, պահանջելով, որ Ռուսաստան մուտքի արգելքները հաղթահարվեն։ Սոցիալ նախարար Արսեն Թորոսյանը, ԿՊԱ-ական Մատյան Գունդը, անգամ հեծի ինքնահռչակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էին ստատուսներ գրում։ Վարդանի օպերացիային մեզ հասած տեղեկություններով նաև արցախցիներ են մասնակցել։ Հակակոռուպցիոն կոմիտեի օբերներից մեկը Ոմն Ագրիքորյանը Արցախում հայտնի Չոլկամա կանոնով զինվորականի Արարատ Մելքումյանի փեսան է։ Նա նաև ԱԱԾ փոխտնօրեն է եղել։ 44 օրյայի ժամանակ Մարտունու ինքնապաշտպանությանն է մասնակցել։ Իշխանությունն առաջնորդվում է Խրախճանք Ժանտախտի ժամանակ սկզբունքով։ Շաբաթ օրը Սյունիքի մարզի տեղ սահմանամերձ գյուղի Ուրցասար բարձունքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր դրոշը, որի համար ըստ համայնքապետարանի աղբյուրի 14 միլիոն դրամ է հատկացվել հարակից տարածքը կարգի բերելու, հողաթուն փարթեցնելու եւ նմանատիպ այլ աշխատանքների համար։ Ուրցասարը տեղակայված է տեղ եւ Քարաշեն բնակավայրերի միջև։ Միջոցառմանը ներկայ են եղել իշխանական падգամավորներ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, նախարարի խորհրդական Մելիքսետ Պողոսյանը, որը տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է, հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը եւ մի շարք պաշտոնատար անձինք։ Սա այն համայնքն է, որը պատերազմից հետո թշնամու հարձակումների հետևանքով ավելի քան 100 հեկտար հող է կորցրել Կորնիձոր, Խնածախ, Խոզնավար համայնքների շրջանում։ Մինչև վերջերս ամենօրյա ռեժիմով այստեղ կրակոցներ էին հնչում։ Մեզ չհաջողվեց համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել, մեզ ասացին նաեւ, որ Ղուլունցի նկատմամբ ապօրինի հանքօգտագործման կասկածանքով վարույթ է հարուցվել, որին կանդրադառնանք առաջիկայում։ Մայրաթորը 3 կարգալույց հռչակեց մատնիչ Տեր Արամ Քահանա Ասատրյանին։ Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով արկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին միտումնավոր չի նշել այն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները, շրջանցելով այդ եւ դրանով ստեղծության իրեն դուրս մնելով եկեղեցուց։ Տեր Արամն Օհանավան համայնքում գտնվող Հովհանավանք եկեղեցու հոգևոր հովիվներ։ Մեզ պատմեցին, որ վերջին օրերին թերևս իմանալով եկեղեցու մտադրությունների մասին, իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։ Կանանցից մեկը ընդհուպ անեծքներ է տեղացել, ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույց անեն, տանելու է իր տանը թորներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տոնդարձի ճանապարհին այդ կինն ընկել է, ոտքը կոտրել եւ վիրահատության ենթարկվել։ ԱԺ փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաև իշխանական թիմում։ Ասում են Արթուկը միացնում ես Ռուբինյանն է խոսում ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը շեֆի մոտ ցուցադրեր իր արժանինքները եւ բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին, ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաև այդ հարցում։ Ընդ որում ԿՊ վարչության
կոալիցիան վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին, նա 11-րդն էր։ Ուստի ԿՊ-ում կարծում են, որ նա այլևս չի կարող հավակնել այդ պաշտոնին, բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի։ Ասում են Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակվի, կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։ Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու տեխնացուի մասին հրապարակը գրել էր, մեկը Ներսե Զեյնալյանն է, արդարադատության նախարար Սրփուի Գալյանի խորհրդականը, մյուսը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։ Ի դեպ նոր տեղեկություններ ենք ստացել, որ քննությանը մասնակցել է նաև մի քանի ընդդիմադիրների նախորդ երթին մասնակցած եւ երթից հետո կալանավորված տաշիրցիների գործով դատախազ Հայկ Ավետյանը։ Տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդում ամփոփվել են քննության արդյունքները եւ քննությանը մասնակցած դատավոր դառնալու հայտ ներկայացրած 36 անձից ոչ մեկը չի կարողացել նվազագույն շեմը հաղթահարել, չի ստացել 80 միավոր, այսինքն ոչ մեկը չի անցել երկրորդ փուլ, իսկ առաջին փուլը սովորաբար ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան երկրորդը։ 3 ԿՊ-ն մերժեց ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր Պատիվ ունեմ խմբակցությունը եւ որը կարճ ասած իմպիչմենթի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել, իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպատ ձայն, որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ի սկզբանե պարզ էր, բայց որ ընդդիմությունն էլ մատների արանքով կնայր այդ նախագծին չեր ներկայանա նիստին, մանավանդ նախագծի հեղինակ ֆրակցիայի падգամավորները դժվար էր պատկերացնել։ Իսկ նախագծի քվեարկությանը բացակայում են Պատիվ ունեմից Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը, չհաշված հավերժ բացակայող Իշխան Զաքարյանին։ Հայաստան դաշինքից էլ 7 падգամավոր։ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի նրա առաջին տեղակալը Փեսան Ավետիս Արաքելյանը, սակայն մեր տեղեկություններով իշխանություններն օպերատիվ աշխատանքներ են տանում նաև նրա նկատմամբ եւ նրան փակելը նույնպես օրերի հարց է։ Բանն այն է, որ միայն դրանից հետո կարող է ԿՊ-ն Գյումրիում զավթել իշխանությունը նշանակելով համայնքապետի ԺՊ, ինչպես ժամանակին արեցին Վանաձորում։ Ղուկասյանի կալանավորման պարագայում էլ ընդդիմությունն ավականիում ունի մեծամասնություն 17 մանդատ եւ կարող են առանց ԿՊ-ի նիստեր գումարել, սակայն եթե Արաքելյանին չեզոքացնեն ԿՊ-ն բոյկոտի ավականու նիստերը, Նիկոլ Փաշինյանը ծանոթ ձեռագրով համայնքապետի ԺՊ կնշանակի կամ Սարիկ Մինասյանին ԿՊ-ի առաջին համարին, որն աշխատում է Հեցի Մուշ մասնաճյուղում, կամ Աննա Հակոբյանի ազգականին Վահագն Մկրտչյանին։ Այս սցենարից խուսափելու միակ տարբերակն այն է, որ ում բռնում են մանդատը դնի, որ ցուցակի հաջորդ համարը գա ավականի, եւ նիստերը կայանան ու ընդդիմությունը նորից քաղաքապետ ընտրի, շարունակեն բնականոն աշխատանքը։ Սակայն այդ տարբերակն էլ հեշտ չէ, քանի որ հազիվ կոնսենսուս կայացավ Վարդան Ղուկասյանի շուրջ, նոր թեկնածուի դեպքում հնարավոր է ընդդիմադիրները լեզու չգտնեն։ Ալիևը նախորդին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը, սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբականակը։ Իշխանությունը այս լուրն իբրև դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։ Երեկ էլ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիևի հասցեին, թե իր գնահատանքն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ քայլի առիթով։ Եվ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։ Ընդդիմությունը հիշեց Լաչինի փակված միջանցքը, ինչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի անվտանգությունը։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին։ Երեք ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիևը կամ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կամ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել։ 2022 թվականին ԿՊ-ն ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը։ Ըստ այդմ մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4% է, մինչև 3 ուժի ձևավորված դաշինքի համար 8-4 եւ ավելի ուժերի դեպքում 10%։ Նախորդ օրենսգրքում պարտադիր պահանջ կար, որ ԱԺ պետք է անցնի նվազագույնը 3 ուժ։ Օրինակ 2017-ին 3 ուժի ձևավորված ելք դաշինքը խորհրդարան է անցել 7.7%-ով։ Այսինքն այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա այդ դաշինքը խորհրդարան չեր անցնի։ Իդեպ այս կարգավորումն ուժի մեջ է մտնելու հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրը 2026-ին, եթե արտահերթի գնան կլինի հին ձևով։
Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում մեր տեղեկություններով համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Օրեր առաջ հրապարակվեց աղան քահանայի հետ Նաթան arczepiskopos-ի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերևս ԱԱԾ-ի կողմից։ Ապա այն տարածելու մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը մեր տեղեկություններով իրականացվել է Equal Rights and Independent Media հավասար իրավունքներ եւ անկախ լրատվամիջոցներ ընկերությունը ՀՀ կառավարության հետ միասին։ Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։ Մեզ ասացին, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ հաղթել եկեղեցուն եւ դա պետք է անել մինչեւ նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստում հրապարակելու եւ նոր քայլեր են մշակում։ Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է իր հետ։ Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։ Այս ընկերությունը իրականացնելու է նաև ProElect նախագիծը խորհրդարանական ընտրությունների շրջանում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Տեղեկացանքն է, որ կառավարության պատվերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու եկեղեցու դեմ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ի պայքարի մասին։ Սա Փաշինյանի անձնական մտահղացումն է։ Ֆիլմը պետք է հանրությանը ցույց տա, որ կառավարությանը սադրել եւ նման քայլերի ի սկզբանե հրահրել են եկեղեցու ներկայացուցիչները։ Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ։ Նախորդին երեկոյան իրավապահ համակարգի ավելի քան 50 աշխատակից սանրել է Աճափնյակ համայնքի Արզումանյան փողոցը, հարակից փողոցներն ու փորձել հայտնաբերել ցուցարարների, որոնք իբր նյութական շահագրգռության դիմաց են մասնակցել մեր ձևով շարժման վերջին հանրահավաքին։ Հանրահավաքի կադրերով նույնականացրել են մասնակիցներին ճշտել ոմանց բնակության հասցեները եւ այցելել նրանց, հարց ու փորձ արել, թե ինչու ում դրդմամբ են մասնակցել հավաքին։ Երկրում վխտացող բյուր խնդիրները թողած, կրիմինալի դեմ պայքարը թողած, իրավապահ համակարգը զբաղված է իշխանության քաղաքական շահերի սպասարկմամբ, ընդդիմադիրներ բռնելով, երկրում վախ տարածելով, որ հաջորդ հանրահավաքներին կանխի մարդկանց մասնակցությունը։ Ռոմանոս Պետրոսյանի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ Հետի սեփականատեր Սամվել Կարապետյանից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյան աշխատանքից ազատել է կառույցի հնաբնակ աշխատակիցներին եւ շարունակում է ազատել։ Հատկապես հետ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախ եւ առաջ լուծարվում եւ նրանց փոխարեն նշանակվում են ԿՊԱ-կաններ։ Չնայած ԿՊԱ-կանները դեռ կարճ ժամանակ են աշխատել, սակայն տեղեկություններ կան, որ հոսանքի կորուստների շեշտակի աճ է գրանցվել տեխնիկական կորուստներից ավելի, ինչը կոռուպցիոն ռիսկի դրսևորում է։ Վարդանիկ օպերացիան հերթական անգամի ցույց է դրել ուժայինների, մասնավորապես ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։ Որոշ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել, տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել մի Վարդան Ղուկասյան ձերբակալելու համար, մինչդեռ ըստ նրա 20-ից 30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել։ Գուցե ոստիկանական զորքը լցրել են Գյումրի, որ վախեցնեն ժողովրդին, հարցրինք մեր աղբյուրին։ Պատասխանը եղավ այն, որ ժողովրդին վախեցնելու կարիք չկար, քանի որ մի քանի ժամ հետո հրապարակում հավաքվածների քանակը չէր ավելացել, բայց իրավապահները հապաղում էին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ՍՆԳ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է ըստ մեր աղբյուրի, եւ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որ եկեղեցու դեմ արշավի կուրատորն է, պարզվում է ժամանակին իրեն պատեպատ է տվել, որ հենց Միքայել Աճապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը։ Նրա հետ այդ տարիներին աշխատած անձը պատմեց, որ Նազելին անգամ ամեն ինչ արել է, որ Աճապահյանը դառնա իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր չէ եւ քավոր դառնալ եւ պսակ իրականացնել։ Պատմեցին նաեւ, որ ցայգում աշխատելու ընթացքում Նազելի հյուրերի ցանկում միշտ եղել է թեմի առաջնորդը։ Նա պարզեցել է, որ հեղինակավոր հոգեվորականին հյուրընկալելով ռեյտինգ է բարձրացնում։ Հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակվեց Նաթան arczepiskopos-ի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղան Աբեղա Երնջակյանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա բողոքում է, թե Գարեգին Բ-ն իրեն ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Անմիջապես վարույթ հարուցվեց հավաքի մասնակցելուն հարկադրելու հոդվածով, բայց պարզվում է, որ ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել համացանցում։ Մայրաթորը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծել, որ իրավապահ ու դատական համակարգը
հետևանքը լծված հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Մեր տեղեկություններով իշխանությունը բարձրաստիճան գրեթե բոլոր հոգևորականներին է գաղտնալսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի։ Իսկ թե ինչու հենց Նաթան Սրբազանի զրույցը հանրայնացրեց, պարզվում է դա էլ է մտածված։ Նա Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած եկեղեցու արտգործնախարարը, որը մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում։ Կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին դիցուկ, եթե վեհապարին կալանավորեն եւ այլն։ Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա։